ասում եք ոնց եք սահմանադրական մեծամասնություն հավաքելու։ Բայց մենք չենք հայտարարել, որ սահմանադրական մեծամասնություն ենք ուզում հավաքենք։ Որովհետև թողեք հարցը տվել եք պատասխանեմ, որովհետև մենք շատ adekvat գնահատել ենք մեր իրողությունները եւ անգամ վարչապետի տեխնացու չենք առաջադրել։ Ես ապշացեմ ձեր այդ հարցից, դուք չեք հետևում մեր քարտաշարում։ Այսինքն մենք վարչապետի, ասել ենք վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում անգամ։ Ինչ սահմանադրական մեծ, ավելին որևէ ուժ չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, որ մենք չենք տեսնում ձեր հետևորդներին, որտեղ չեք տեսնում։ Մենք մեր հետևորդներին չենք հրավիրել այստեղ, որ դուք տեսնեք։ Հա, եթե ուզում եք անձամբ բոլորի հետ ծանոթանաք, մի քիչ բարդ է դա, որովհետև ես ասեմ խնդիրն ինչու՞մ է։ Մենք գնացել ենք, մարզերել ենք գնում, կգնանք էլ, բան, Երևանում էլ ենք հանդիպումներ անում։ Հիմնականում որտեղ որ մարդ է հավաքվում, որ մեզ հանդիպի, մենք դա չենք լուսաբանում։ Դուք դա չեք տեսնելու։ Ինչու՞, որովհետև մարդիկ այնպիսի վախի մթնոլորտի մեջ են, որ ես 17 թվականին, 16-ին, 15-ին, 13-ին, 12-ին չեմ հիշում sense բան։ Մարդկանց որտեղ եք ուզում տեսնենք։ Ավելին ասեմ, այն բոլոր ուժերի հավաքած մարդկանց որ տեսնում եք, դա իրանց ակտիվն է։ Գնացեք մտեք մեջները, տեսեք կողքից մի հատ մարդ եկել է, թե չէ։ Մենք մեր ակտիվը ոչ միտեղ չենք հավաքում։ Հիմա ինչ եք ուզում, ակտիվին հավաքենք, ԱԱՑ-ն նկարի այդ մարդկանց, այդ մարդիկ խնդրեմ ունենան, թե թողանք այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան ընտրական տեղամաս 30 վայրկյանանոց իրանց գործը կատարեն։ Ինչ կարիք կա մարդկանց բան անել, դնել գցել շարի մեջ։ Մի լայքի համար մարդ են գործից անում։ Իսկ մարդիկ գրում են ձեզ դիտում ենք, բայց կներեք չենք կարող դիսվել, կներեք։ Այդ վիճակն ուրեմն ձեզ ձայն տալու դեպքում էլ ԱԱՑ-ն բոլորի այդ մարդկանց թևերը կտանի։ Դուք եթե ընտրական, դուք կյանքում ընտրություններին մասնակցած կաք։ Դե գիտեք ինչ, եթե ներկայացնում եք Նիկոլ Փաշինյանը ամենատես է, ամենատես չէ, մարդը գալիս է հանդիպման երևում է։ Ամեն ինչ լինում է։ Գաղտնալսումներ չեն լինում երկրում։ Կարող է նաև, չէ, ուզում ասել, կարող է նաև շատ հաջողությամբ Ինչ անել, որպեսզի իմանա թե ում է ձայն տալու։ Ոչ, ես սա խայտարակություն եմ համարում, այսինքն դուք ուզում եք ասել, որ հնարավոր է քվեաթերթիկը դնել մասնակցեն, հա, ուրեմն ԱԱՑ-ն կվերցնի այդ մարդկանց են գործել, Ես նորություն եմ ասում, ախր ԱԱՑ-ն եկել է մարդկանց հետևից հազար ու մի բան ա եղել, գաղտնալսումները էլ տեսնում եք, ամեն ինչ տեսնում եք, ես զարմանում եմ, որ նման հարց եմ տալիս։ Ինչ է այդ հարցը տվեց էլի, ես չէ, ամենայն այդպիսի կարծիք կա, ես ինչ չեմ էլ կարող եմ ծրագրով, ձեզ այնուամենայնիվ ասոցացնում են ինչ-որ ուժի հետ, որովհետև պատերազմից հետո պաշտպանավարել եք, հա, պաշտպան եք զբաղեցրել եւ նաեւ պաշտպանող հայտարարություններ եք արել այս ուժի բառած քաղաքականության վերաբերյալ, մարդիկ ասոցացնում են եւ ասում են, օրինակ, որ դուք մասնավորապես վերջանային ընդդիմությունը եւ հարգեհասություն կարող է աջակցել օրինակ Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը։ Հանրային այդպիսի կարծիք կա։ Ուրեմն ասեմ ես չեմ ճանաչում նման մարդ, որ նման բան է ասում։ Սա fake ձևավորված մեր դեմ սև PR-ը իրականացվում եւ ես զարմանում եմ, որ հենց ձեր տևենա դա ասում։ Ապշացեմ։ Դուք հանրային նման կարծիք գոյություն չունի, հանրային նման կարծիք գոյություն չունի, դա ձեր մեդիայում ռեգուլացված մոտեցում է։ Այն ժամանակ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր մեծ սուտ օրիներ հայկական ժամանակում, ասում էր օդից կախված լուրերի համաձայն։ Այդ օդից կախված։ Հիմա եթե ինչ-որ մեծ սուտ է ուզում են արվի, ասում են հանրային կարծիք։ Ով ասել։ Հիմա ձեր մեդիայի սեփականատերը Արտուր Վանեցյանն է, չէ՞։ Հիմա Արտուր Վանեցյանի վերաբերյալ խոսում են, որ Ավինյանի հետ շենքեր է կառուցում։ Ուրիշ դաս չեմ տանում, ասում են Արտուր Վանեցյանը շենքեր է կառուցում Ավինյանի հետ։ Հիմա ես գնեմ գնամ մանգամ այդ շենքերը։ Բանա խոսում են, կարողա ճիշտ է, կարողա սուտ է, ինչ իմանամ։ Դա չէիք դուք ասում եք հանրային կարծիք կա։ Հանրային կարծիք կա, որ մենք ոչ, դուք ուրիշ բան ասեցիք, Երևան քաղաքում 83% ընտրող ձայնա տվե Նիկոլ Փաշինյանին։ 83%։ Մարդ կա, որ այս քաղաքում կարա ասի, որ ինքը չի աջակցել, 83% ձեն են տվել, ի՞նչ հարց է։ Դրանից հետո պարլամենտական ընտրություններ եմ 73% ձայն տալ։ Շատ էր, այո, գնացել են այդ ճանապարհով, աջակցել են, խաբվել են, այդ թվում նաև մենք։ Ավելին ասեմ։ Եղել են չէ՞ այդ կարևոր խոստումները, որ ռեֆորմներ կլինեն։ Այս ինստիտուտը չի դառնա ամոթալի մեր համար ինչ որ մեկի զբաղեցած տեղ։
կլինի պարլամենտարիզմ, կլինի փոխզսպումներ, հակակշիռներ, կլինի նորմալ գործող ԱԱՑ պատվալը կփակվի։ Բոլորը ցույցեցել են, որ դա լինի։ Հիմա ամեն անգամ գալի ասում եք, բայց այն ժամանակ դուք խի ասեցիք, լավ արեցին, որտեղ ուզում ենք ԱԱՑ պատվալը փակվի։ Լավ արեցին, որտեղ ուզում ենք այս շենքում նորմալ նախագահ նստի։ Լավ արեցին, որտեղ ուզում ենք պարլամենտ լինի։ Բայց այդ ենք ուզում։ Հիմա էլ շարունակում ենք ուզել ու անելու ենք։ Հասկանում եք, ինչքան ուզում է ֆեյք լուրեր տարածեն, ֆեյք նյուզ սարքեն, անելու ենք։ Չմտածեք, անելու ենք։ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մարդկանց ներկայացնում է, որ ազարավոր ռեֆորմներ է արել, մշակներ, աշխատավարձեր, ժողովրդավարություն, դպրոցներ, մանկապարտեզներ, արդարադատության վերականգնություն, ապահով դատարաններ, պատժվել են նրանք, որ մարդիկ ակնկալում են, որ պետք է պատժվեն, այդպես է ներկայանում եւ ասում է, որ այլ ուժերից խնդրեք, որովհետեւ այլ ուժերը վերացնելու են այս ամենը։ Դե ասում Լուկաշենկոին են ձայնը տալիս, չգիտեմ, Պուտինին, նայեք, ինքը իր արած գործն է, չէ՞ ներկայացնում։ Գործը Չակերտավոր։ Օպոզիցիայի գործը որն է, ցույց տա, որ սուտ է։ Հիմա եկել ենք այսօր, ցույց ենք տալի, որ փուչի կա ախպեր, սուտ է։ Դագաղ նկարվող պրեզիդենտ է դրել։ Էս ենք ցույց տալի։ Հիմա ինչքան ուզում է խոսա, ինչքան ուզում է խոսա։ Նայեք, այնպես չի որ հիմա մարդիկ իրանց գյուղում տեսնում են ասֆալտ չի եղել։ Տիգրան մեծի ժամանակներից ասում են ասֆալտ չի եղել, հիմա արվելա գնահատում են այդ մարդը։ Չի կարելի այդ մարդկանց քննադատել, թե ինչի են իրանք գնահատում այդ ամեն ինչը։ Ես դրա հետ վեճ չունեմ, ես ուրիշ բան եմ ասում, Ժողովուրդ ջան, հա ասֆալտ արել, հարց չկա, լավ է արել։ Սերժ Սարգսյանը որ չէր անում, վատ էր անում։ Այդ հասկացանք, բայց Լեռնային Ղարաբաղում էլ էր ասֆալտ։ Հիմա ով է վայելում։ Պետք չի ասֆալտով խաբվել։ Երեք կենտրոնական բանկի մոտ ենք դուք չէիք եկել։ Ինչի տոկոսադրույքները չեն իջեցնում։ Որ մարդիկ վատ ապրեն, որ ասֆալտով, բարդուրով, բանով ուրախանան գնան իրանց ընտրեն։ Դրա համար։ Ինչի չեն թողում, որ տնտեսությունը շնչի։ Վաշխառուական համակարգը դրել են մարդկանց վրա, ասում են դավայ, ճռնչացեք։ 1 միլիոն դրամ վարկ են վերցնում, 3 միլիոն տոկոս փակում, վերջը 1 միլիոն պարտնում։ Տենց բան կարելի։ Ուզում եմ ասեմ, դուք ճիշտ եք ասում, օպոզիցիայի գործն էլ իշն է։ Ցույց տա որ այդ ռեֆորմները սուտ է, չի արել, անգամ այդ ասֆալտն է վատ արել, լավ։ Չի արել, վատ արել։ Բարկով արել, չգիտեմ, 1000 բան կա, մի թեմա չի, էլի։